կենանք, ամուսնությամբ այս ինչպես են թրվռում, ուր են գնում, հետ են գնում, բայց գնում են հաստատ, ասում են իրենք։ Եվ քեզ հետ, ջուր հավատարմության ասում նման էր։ Երեք հերթով իրար դրսկ պականներն էի տարածում, թե ոնց հասնում է շաբաթը, ոնց են հասնում էր օրերը, մեր հանգստյան օրերը։ Խնդրեմ այս պատկերի հետ կապված ինչ ասելիք ունեք։ Անկեղծ ասած, գիտեք, ուրախությունը ինքնին այսպես դատապարտելի չէ, բայց այն պետք է ինչ-որ հիմք ունենա։ Եվ ուրախության այդ ձևն էլ զարմանալի էր, որ քաղաքացիական պայմանագիրը, չէ, որ խոսում է քաղաքացիների մասին, փաստորեն ստացվեց, որ իմ կարծիքով ոչ իր երաժշտականությամբ եւ ոչ էլ իր խոսքերով այսպես բարձրաճաշակ երաժշտության հետ առնչություն չունեցող ինչ-որ երգ էր, որը կարծես հավատարմության երթում լիներ Նիկոլ Փաշինյանին։ Եվ երբ նայում եք, թե ինչպես էին իրենք թռչկոտում, չգիտեմ, ասում եք տարածում էին, ես այդպես չեմ հետևել, բայց անկեղծ ինձ թվում էր, թե ոչ ոքի դեմքին ուրախություն չկար եւ միայն կար ինչ-որ, գիտեք, այդպես ձև ստեղծելու եւ ինչ-որ թռչկոտելու, ընդ որում նման շարժումները սովորաբար արվում են, որպեսզի մարդիկ, ինչ ասեմ, իրենց խղճի խայթը խլացնեն, իրենց կասկածները փարատեն։ Ցավոք սրտի Հայաստանը այն իրավիճակում չէ, եւ եթե անգամ իրենք թռչկոտում էին այդպես եւ երգում էին այդ երգը, հա ուր էլ գնաս, այո, այնտեղ կգամ քո հետևից կգամ, չգիտեմ ինչ, շատ անպատեհ երգ էր, իմ կարծիքով կարելի էր այդ օրը մի քիչ այլ տիպի երաժշտություն երգել եւ գոնե դա տարածել։ Տարածելու ըստ էության իրենք բացահայտեցին, որ քաղաքացիական պայմանագիրը կարծես Նիկոլ Փաշինյանի հետ պայմանագիր է դարձել։ Այդ կուսակցությունը վերածվել է Նիկոլ Փաշինյանի հետ պայմանագրի կուսակցության, որտեղ մարդիկ նրան, ինչ ասեմ, նախընտրական ցուցակում թերևս ինչ-որ գուցե տեղ գտնելու կամ ապահով տեղ գտնելու համար ուզում էին խոստանալ իրենց ղեկավարին, որ կգան, բայց իրականում ես ասեմ նաև մտածեցի, որ երևի թե Նիկոլ Փաշինյանը ինքն էլ է հասկանում, որ նման ձևով երգեր երգողները, երբ որ հասնի այդ վճռական ժամը, բոլորովին կարող են չգալ։ Ուստի ես գտնում եմ, որ ընդհանրապես այո, ամանորը պետք է ճանապարհել, պետք է աշխատել ուրախ նայել առաջ, բայց նաև գիտակցել սեփական սխալները, ամբողջ եկեղեցու դեմ այդ սարսափելի արշավը, որ իրենք կազմակերպել էին, ես չգիտեմ այդ թռչկոտողների մեջ կար այն քաղաքացին, որ երեք սպառնում էր մեր վեհափառին, չգիտեմ քարով սպանել, հա, այդպիսի իրադարձություններից հետո, երբ վերցնում ես հազարամյա ավանդույթներն ես փոխում, հրահրում ես մարդկանց գնալ եկեղեցու սուրբ դուռը, որը միայն համբույրի է արժանի որդիական, աքացիներով ու ձեռքերով կոտրել, հետո գալ այդպես թռչկոտել, իրոք դա նման էր, գիտեք, մի տեսարանի, որ մարդիկ ուզում էին կտրվել, մոռանալ իրականությունը, ես կարծում եմ, որ երբ իրենք իրենց գլուխը դնում են բարձին, հիշում են, թե ինչ վիճակում է պետությունը, եռաբլուրում ինչպիսի սերունդ է գտել իր վերջին հանգրվանը, նրանց ծնողները հիմա ինչպես են իրենց հիշում, եւ երևի փորձում էին այդպես, չգիտեմ, քողարկել իրենց խղճի խայթը եւ առաջնորդին հավատարմություն ցույց տալ, բայց ինչպես նշեցի, շատ կասկածելի հավատարմության նշան էր։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ ռաբիս, չէ, այդպիսի հասկացություն կա, այո, այդպիսի ռաբիս երգերի ներքո չարժե տարին ճանապարհել։ Մի քիչ նշաձողը ճիշտ է Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում մեզ առաջարկում էր, չէ, իջեցնել նշաձողը, վերջում այնպես իջեցրինք, որ էթնիկ զտում տեղի ունեցավ, բայց ես կարծում եմ, որ կուսակցությունը իր գործունեության մեջ չպետք է էլի այդպիսի նշաձող սահմանի եւ ընդհանրապես կարող էին մի քիչ այլ կերպ նշել մի պետություն, որտեղ 22%-ից ավելին աղքատության մեջ է, ինչի մասին էին խոսում, որ իրենք կգնան Նիկոլ Փաշինյանի հետևից, ժամանակը ցույց կտա, որպես կանոն այդպես թռչկոտողները երբեք չեն գնում բացի անձնական բարեկեցությունից որևէ այլ բանի հետևից։
Եվ ընդհանրապես հավատարմությունը գործերով է, ոչ թե թռիչքներով, ու թռիչքների ժամանակն էլ չէ, շատ ծանր տպավորություն, հա, շատ ծանր տպավորություն թողեց, շատ տխուր էր։ Ես կարծում եմ, որ իր նախընտրական արշավը քաղաքացիական պայմանագիրը շատ տխուր է էլի սկսում։ Ընդհանրապես, եթե այսպես հարցում եւ ում հետ շփվում ես, բոլորը պարզապես ապշած էին էլի այդ հոլովակի տարածումից, գոնե չտարածեին։ Ես կարծում եմ իրենց PR մասնագետները կամ չգիտեմ քաղտեխնոլոգներն էլ երևի անցել են խոր ընդհատակ կամ նրանց այսպես խորհուրդները այլևս ոչ ոք չի լսում, ինչը շատ տխուր է։ Հիմա գալը բանը դեպքում է սույն անձին, կարծում գարուն համայնքապետարանի աշխատող է։ Čo սարուրելի մարդ։ Այս որ իրենք ամեն խոսքի հետևից գնում են, մարդկանց բանտում են ընդդիմադիրների, մարդ ասել է մեր ձևով կանգնելու են եկեղեցու կողքին, տարել են արդեն կես տարուց ավել է բանտարկել են։ Կալանավոր ապորինի։ Սրբազանին, մյուսներին բանտարկել են, սա բառացիորեն ասում է, թե ինչ բռնություն պետք է գործադրել Բեղափար Հայրապետի նկատմամբ, վստահ իրականում վերընկացել մասը։ Իհարկե, բայց ես կարծում եմ, որ մեր քաղաքացիական հասարակությունը անկախ այդ թռիչքներից եւ ռաբիզ երգերից տեղի ունեցած հանցագործությունը չի մոռանալու։ Պետք է հետևողական լինենք եւ նման դեպքերի առիթով նորից հաղորդումներ ներկայացնենք եւ ամենտեղ ես կարծում եմ իշխանական լրատվամիջոցներ չէ տարածել այդ սարսափելի civic AM-ը սարսափելի է ես կարծում եմ պետք է այն ուղարկել նաեւ ԵԽԽՎ քաղաքացիական պայմանագրի գործընկերներին որ նրանք տեսնեն թե չպատարակի իրականում այդ քաղաքական միջոցառումը ես նաեւ գրեցի որ Նիկոլ Փաշինյանը երևի քաղաքական եւ նախընտրական արշավը ընդհանրապես շփոթել է եւ իրեն թվում է որ պատարակը քաղաքական հանրահավաք է բայց այդ հանրահավաքի ժամանակ էլ այսպես թույլ են տրվում օրենքի կոպտագույն խախտումներ ես կարծում եմ նման դրսևորումները մենք պետք է պահանջենք որ եւ դատախազությունը եւ քննչականը գործ հարուցի իսկ եթե իրենք շարունակելու են լռել կամ կոծկել այդ բռնության ակնհայտ կոչը ապա եվրոպական բոլոր գործընկերները եւ ամբողջ աշխարհը պետք է տեսնի թե եկեղեցու բակում հավաքված այդ չգիտեմ ինքը քաղաքացիական պայմանագրի անդամ է թե ոչ ես չեմ ճանաչում այդ մարդուն բայց համենայն դեպս համակիր էր եթե վեր կացել եկել էր եւ այդպիսի ցինիկ տոնով խոսում էր ինքը պետք է ազատազրկվի եւ պատիժ կրի դա միանշանակ է եւ ամբողջ աշխարհը պետք է տեսնի որ իհարկե գլուխը քարով ջարդելու դա նշան այն էլ ինչպիսի արտահայտությամբ ես չեմ ուզում այդ բառը որ մենք արտաբերենք իջնենք իրենց մակարդակին բայց ես կարծում եմ որ այդ մարդու տեղը միանշանակ անազատության մեջ է եւ բավական է Հայաստանը վերածել չգիտեմ ինչ որ կրկեսի ոտնահարելով բոլոր տեսակի օրենքները եւ հիշում եք չէ բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանը ընդունել էր կանոնագիրք կանոնագիրք եմ ասում կանոնակարգ որ իրենք այլևս չէին հայհոյելու ոչ մեկի չէին թիրախավորելու դա էլ էր արվել որպիսի արևմուտքին խափեին այդ ամբողջ տեսահոլովակները պետք է ուղարկել համապատասխան այդ իրենց ԵԽԽՎ գործընկերներին, Միացյալ Նահանգների գործընկերներին, որոնք նաև ես կարծում եմ Եվրամիությունը չէ պատրաստվում էր հիբրիդային պատերազմի դեմ 12 միլիոն եվրո հատկացնել, իսկ օրենքի խախտման եւ մարդկանց կաթողիկոսների ուղիղ մահով Պաստորեն սպառնալով, այն էլ այդպիսի սոսկալի բառապաշարով, դրա համար ինչ պետք է հատկացնել։ Ակնհայտ երևում է, որ իրենք ոչ մի կանոնակարգին էլ չեն հետևելու եւ փաստորեն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները այլևս ոչ մի ուրիշ կռվան չունեն, բացի մարդկանց ֆիզիկական ուժով ոչնչացնելուց։ Դա սարսափելի է։ Նման պետությունների վախճանը ընդհանրապես կործանարար է եւ պատկերացնում եք եթե 18 թվականին իրենց ընտրած կամ 21-ին ընտրած մարդիկ այն ժամանակ իմանային թե ինչ է տեղի ունենալու նրանք բոլորովին այլ տիպի դուրս կգային այդ թմբիրից եւ խափեությունից քաղաքացիական պայմանագրի համակիրները կոչ են անում սպանել Վեհափար Հայրապետին
եւ ոչ ոք չի արձագանքում, իրենց թվում է չենք նկատել, չենք լսելու, մոռացել ենք, ոչ, այդ ամենը արձանագրված է։ Եվ այդ երևույթը, որին անգամ մարդու քաղաքացի կոչելը անհնար է, ինքը աշխատում է համայնքապետարանում, հա, տաքուկ տեղավորվել է այդ ջրի համար կարդացի, որ գումարներն էր հավաքում, ոչինչ իր համապատասխան տեղը այն ասում է մի դատիր, որ չդատվես, էլի քարեր նետելու ժամանակը կա, իսկ հետո գալիս է այդ քարերը հավաքելու ժամանակը։ Դա պարզապես սարսափելի էր։ Դրա համար այդ ուրախությունը առավել քան սա ահավոր էր։ Եվ ես ապշած եմ, միթե քաղաքացիական պայմանագրում չկան մարդիկ, որ զանգահարեին civic AM կամ դա ինչ հարց է, որ տալիս է լրագրողը։ Ես չգիտեմ, դա լրագրողի անձնական մասնագիտական մտքի ճակերտավոր թռիչքներ, թե իրեն հրահանգել էին։ Ինչ է նշանակում դրսում կանգնած ինչ որ մարդկանց հարցնել, թե ինչ պետք է անել, որ վեհապար հայրապետը հեռանա։ Հնչեցնելու իհարկե նրա քաղաքացիական աննազգան, դա ինչ հարց է։ Իսկ մարդիկ փողոցում կարող են հարցնել, ինչ պետք է անել, որպեսզի civic AM-ի պես լրատվամիջոցները դադարեն խախտել օրենքները։ Եվ ընդհանրապես քաղաքացիական պայմանագիրը ինչ պետք է անել, որ հեռանա իշխանությունից եւ իշխանությունը նորից հանձնի ժողովրդին։ Ես համոզված եմ, որ սահմանադրական կարգով եւ օրինական ընտրություններով, իսկ հանցագործները պետք է գտնվեն անազատության մեջ։ Հիմա ամբողջ անհեթեթությունն այն է, որ բացարձակ մեղք չունեցող չապացուցված իրենց անմեղության կանխավարկածը ոտնահարած մարդիկ գտնվում են կալանքի վայրում, իսկ այդ մարդիկ թափառում են եւ պատրաստվում են քարեր վերցնել։ Դա իրենց չի հաջողվի։ Նման սադրանքները բացարձակ ձախողված են։ Քար բարձրացնողը իդեպ ինքը քարից էլ ընկնում է, ասում է քամի բարձրացնողը փոթորկից վայր կընկնի։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ իրենք այդ որ գնացել չէ գարնի, այլևս նվազում են իրենց չայնի։ Բացարձակ դրա համար են, հասկանում եք, երբ է փոխվում խոսքի այդ բառամթերքը, բառապաշարը, հռետորաբանությունը, երբ դու զգում ես, որ դու բացարձակ տապալվել ես։ Ամեն անգամ այդ շրջիկ, չգիտեմ, քաղաքական հանրահավաքի կողմնակիցները հանդես են գալիս նվազող շարքերով։ Նիկոլ Փաշինյանը փորձում էր, չէ, մարդկանց ապացուցել այդ զարհուրելի բառով լեգիտիմ պարզվում է ակնկալիք է եկեղեցիներում թույլ չտալ, որ հնչի կանոնակարգով հաստատված վեհապարի անունը կամ թեմակալ առաջնորդի անունը։ Եվ լեգիտիմ բառը օգտագործել, գիտեք, եկեղեցու վերաբերյալ դա ապշելու բան է, էլի։ Չգիտեմ, այս բոլոր գործողությունները վկայում են այն մասին, որ իրենք եւ սոցիոլոգիական եւ մնացած բոլոր, այսպես իրենց մշտադիտարկումներով, գուցե այդ թրջելը, թրջկոտելը ու այդպիսի տեսահոլովակներ տարածելը, գոնե մի տարածեք այդ տեսահոլովակները։ Մի բարեպատշաճ երգ դնեիք, չգիտեմ, այնտեղ նորմալ ուրախանայիք, ոչ թե շրջապատել էիք Նիկոլ Փաշինյանին եւ թրջկոտում էիք։ Ինչ իմաստ ուներ, ուրախանալու, գիտեք, եւ առիթ կա, եւ ձև կա, դրա հանրայնացումը ինչ է, որպիսի մարդկանց լրացուցիչ ցավ ու զայրույթ պատճառեք։ Դու եթե ուզում են, ինչ ասեմ, նախընտրական շրջանում այդպես անել, ապա իրենց նվազող վարկանիշը ես մտածում եմ, որ այսպիսի տեմպերով, մի քանի այսպիսի հոլովակներով, այդպիսի հանցագործ քրեական տարրերով, որոնք ըստ էության ոնց որ վարձու մարդասպաններ լինեն, կամ մարդասպաններ, չէ, դա սարսափելի էր, եկել էր եկեղեցու բակ եւ իրենք կարծես այդ հարցը տալիս են, գիտեք, կարող է ես օրինակ առերևույթ տպավորություն ստացա, որ լրագրողը պատրաստել էր այդ հարցը։ Դուք այսքան տարի լրագրող եք աշխատել, ես ինքս լրագրող աշխատելու, դա ինչ հարց է եկեղեցու բակում կամ ով է այդ մարդը, որին դուք հղում եք այդ հարցը։ Եվ այստեղից մտածում ես, որ այդ ամբողջը բեմականացում էր, այդ մարդն էլ երևի, չգիտեմ, իր աշխատավարձի կամ չգիտեմ ինչ վարձի հաշվին կարող եմ, չէ՞, այդպես ենթադրել, եկել էր եւ առաջարկում էր իր ծառայությունները։
Ընդ որում այնքան երջանիկ էր, գիտեք, սարսափելին դա է, որ ամոթը բացարձակապես վերացել է։ Այո, սպանելու, քարով մարդու գլուխը ջարդելու, նրան վերացնելու մասին երջանիկ ժպիտով եւ կողքիններից որևէ մեկը չէր ասում, որ փակիր բերանդ։ Դրա համար եմ ասում, ինչ է, մենք բարձու մարդասպանների ինչ որ խումբ ենք հավաքում, հա, որոնք ունեն հարցի լուծման նման բանաձև, հա, քարը վերցնել, կոտրել մարդկանց գլուխը, սպանել դրանց։ Գիտեք, առջևում 21-րդ դարն է, գալիս է 26 թվականը եւ Հայաստանը որքան էլ փորձեն օրենքները իջեցնել շրիշակից ցածր մակարդակին, մեր քաղաքացիները դա չեն հանդուրժելու։ Բայց դա է պատիվ է ապահորը, այդտեղ երեք տեսնում ենք հավատալու ժողովուրդը օրհնություն։ Իհարկե, որքան լուսավոր, եթե հիշում եք դրանից 2 օր առաջ ես այստեղ հայլու եթերում ասացի, որ այնտեղ հոգևոր մեծ վայելելու ենք հոգևոր մեծ անդոր, ուրախություն եւ հանդարտություն, ու հենց դա էլ տեղի ունեցավ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում էլի հոգևոր մթնոլորտ էր, աղոթք էր առ Աստված, առ ճշմարիտը, արդարը, հանուն մեր պետությունը եւ մեր քաղաքացիների։ Երբ համեմատում եք, գիտեք, մենք կարծես 2 Հայաստան ունենանք։ Մի Հայաստան, որտեղ միայն հոգևորն է, ազնիվը, եւ մյուսը, որտեղ երազում են ոչնչացնել այդ ազնիվն ու արդարը, ընդ որում քարերով, այսինքն բարբարոսության մակարդակի իջած մի, չգիտեմ, համայնք անվանես, հանրույթ անվանես, ինչ, եւ հոգևոր Հայաստանի կրողներին, որոնք եւ սարկավագները, եւ բարեպաշտ ժողովուրդը, որոնք այդ տարեվերջան պատարագին էին մասնակցում եւ սպասում էին մեզ այն մեծ ավետիսին, որին բոլորս ենք սրտատրոպ ակնկալում, Աստծո միածին որդու Հիսուս Քրիստոսի ծննդյանը, որովհետև այդ ծննդյան հետ մեր բոլոր հույսերը, մեր վերածնունդն է տեղի ունենալու, եւ հենց այդ մարդիկ, ովքեր խոսում են քարերով մարդկանց սպանելու մասին, չեն ուզում թույլ տալ հենց այդ հոգևոր Հայաստանի հաղթանակը, բայց միևնույն է դա չի հաջողվելու։ Իհարկե, եւ դա իրական Հայաստան չէ, գիտեք, այդ գեղեցիկ բառներ իրական վերցրին, իմաստազրկեցին։ Կոնֆուցիոսը միշտ ասում էր, բոլոր աղետները, պատերազմները, կոտորածները ծագում են այն ժամանակ, երբ բառերը իրենց բովանդակությունից շեղվում են։ Այդպես իրենք աղավաղեցին իրական եւ խաղաղություն, կարևորագույն բառերը, մեկը ածական, մյուսը հիմնարար գոյական։ Հիմա երբ խաղաղություն ասում են, մի տեսակ ինքդ սրդողում ես եւ մտածում ես, որ հետո էլի պատերազմ է լինելու, հարձակում, արժանապատվության, տարածքի, մարդկային կյանքի կորուստ։ Կեղծ են այդ, իրենք կեղծ բառերով, կեղծ իսկ իրականը, գիտեք, իրական Հայաստանը այդ մարդներ, հա, այդ համայնքապետարանի ջրի սակագներ հավաքողը, քարով ջարդողը, եթե դա է իրական Հայաստան, ապա ես համոզված եմ, որ հոգևոր Հայաստանը նրանց բոլորին հեռացնելու է, ընդ որում իր հանդարտությամբ, իր հավատի ամբողջ ուժով։ Մենք ոչ մի քարտ չենք վերցնելու, ոչ մի օրենք չենք խախտելու, բայց հաղթելու ենք, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Երկու մեջբերում ուղղակի անեմ եւ ձեր մեկնաբանությունը։ Արադ Միրզոյանը հայտարարում է Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը պետք է ավարտվի ստորագրմամբ եւ հետո վավերացմամբ։ Ասում է, բայց նաեւ շեշտում է, որ այո, իրենք ունեն նախապայմաններ, որոնք մենք չենք կիսում, էլի դա Ադրբեջանի խոսույթն է, ադրբեջանցիների վերադարձի եւ անպատիժ մեր տարածքները, մեր նյութական հոգեվոր ժառանգությունը ոչնչացնելու նախապայմանը, չէ։ Դե ինչ որոք։ Ոչ մի, եւ ընդ որում այդ ինչպես նշել ենք ցածրորակ բենզինով, գիտեք, պետական արժեքները, ազգային պետական արժեքները ցորենով կամ բենզինով չեն փոխանակում։ Հիշենք Աստվածաշնչյան հայտնի այն պատումը, երբ իր անդրանկության իրավունքը վաճառեց մի աման ոսպապուրով,
Հակոբ բառը, չէ, որ նաև խափող է նշանակում, ասում ինքը տեսա, որ իր ավակ եղբայրը քաղցած է, մի բաժին ոսպի ապուր տվեց եւ նա իր անդրանկության իրավունքը դրանով ուրացավ, ինչը հիմա հասել ենք այդ մակարդակին, հետո երևում է, չէ, ինչ է լինում։ Ես գիտեք, շատ վաղուց արդեն չեմ հասկանում, թե որ պետության շահերն է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար հպարտ, այսպես անունը կրող Արարատ Միրզոյանը պաշտպանում կամ ում է ինչ ուղերձներ հղում։ Հերթական իր կարծիքով ինքը ուզում էր նախընտրական տարին, ամփոփեր եւ ասեր, որ տեսեք, մենք ձեզ խաղաղություն ենք բերում, բայց ինչ խաղաղության մասին է խոսքը։ Անկամ շարահյուսորեն եւ ձևաբանորեն, երբ իր ելույթը վերլուծում ես, երևում է, որ ոչ մի խաղաղություն էլ չկա։ Եթե նախապայմաններ կան, որ դու չես կիսում, ել ինչպես է դա նախաստորագրվելու, հետո վավերացվելու եւ ստորագրվելու։ Ում համար են դրանք։ Նրանք մտածում են, որ մարդիկ այդքան հիմար են, գիտեք, մարդիկ ընդհանրապես կարող են այո շփոթահար լինել, ընկճված լինել, բայց հայ ժողովուրդը այդպես կրթության պակասով չի տառապում։ Չնայած իհարկե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ աղքատ են, որովհետև վատ են կրթված, բայց իրականում դա այդպես չէ։ Ուստի դրանք բոլորը կեղծ կարգախոսներ են եւ սնանկ։ Ես ասեմ, ինքը անգամ գոնե կարողանում է այն աստիճան անկեղծ լինել, ասել, որ այդ նախապայմանները կան եւ դրանց մի մասը անգամ իրենք չեն կարող անել, անգամ իրենք։ Բայց դա էլ Ադրբեջանը չի հրաժարվի։ Ես ասեմ, եկեղեցու դեմ այս պայքարն էլ օրակարգը, դա պարտադրված օրակարգ է։ Այո, միանշանակ Թուրքիայից, Ադրբեջանից եւ այսպես մեծ թուրան կառուցողների, մեծ թուրանի ճարտարապետների կողմից բերված օրակարգ է, որը մինչ այդ ընդհանրապես չէր եղել Նիկոլ Փաշինյանի կամ քաղաքացիական պայմանագրի օրակարգում։ Այսինքն իրենք հայտնվել են այդ, գիտեք, փակուղում եւ հիմա շախմատային լեզվով ասած բացահայտ ցուկցվանգի մեջ են, ամեն հաջորդող քայլ ավելի վատն է լինում եւ ավելի կորստաբեր են, քան բոլոր նախորդները։ Եվ այդ ցուկցվանգը միայն կարող է հանգուցալուծվել, չգիտեմ, հերթական թե արտահերթ ընտրություններով, երբ Հայաստանում ձևավորվեն նոր իշխանություններ, որոնց մեջքին ծանրացած չեն այդ բոլոր քարերը, այդ զարհուրելի, գիտեք, սխալներ կան, որոնք պարզապես ահավոր են։ Իսկ այն, ինչ որ կատարվում է մեր նաև հենց արտաքին քաղաքականության մեջ, դա անընդհատ ուրացում է ազգային պետական խնդիրների մարդու հայ ժողովրդի, տեսեք, արցախցիների իրավունքը վերադառնալու նրանց նյութական հոգևոր ժառանգություն պահպանելու համար անգամ ոչինչ չի արվում։ Եվ դեռ ընդունում են փաստաթղթեր, որոնք ավելի խանդավառում են Ադրբեջանին, հենց ես կարծում եմ այսպիսի ելույթների հետևանքով է, որ ամեն օր Մարիամ Ադրբեջանում մի նոր հայկական մշակութային հուշարձան է ոչնչացվում եւ հողին հավասարեցվում։ Եվ հետո երբ Արարատ Միրզոյանը չլինի արտգործնախարար, ինքը ինչ է մտածելու, որ նաև իր պատճառով այդպիսի սարսափելի հետևանքներ տեղի ունեցան։ Ամեն ավերված մեր հուշարձան, ոչնչացված ժառանգություն հենց նման խոսույթի պատճառով է։ Ես կարծում եմ, որ այո, տարին ավարտում ծանրագույն տարի է, որտեղ այդպես թրջկոտելու բացարձակապես ոչ մի պատեհություն չկա, բայց ես այդ առումով լավատես եմ, ես հենց ասում եք, չէ, հոգևոր Հայաստան, ես հոգևոր Հայաստանը, հոգևոր Արցախը նաև տեսնում եմ Բաքվի դատավարություններում։ Բաքվի դատավարություններում մեր ապօրինի ազատազրկված արցախյան ազատամարտի հայկական նության վերածննդի շարժման ներկայացուցիչները ցույց են տալիս իրենց արժանապատվությունը, իրենց հերոսականությունը եւ հավատարմությունը այն նպատակներին, որոնց իրենք նվիրաբերել էին իրենց ամբողջ կյանքը։ Այնտեղից հնչող ուղերձները եւ Ռուբեն Վարդանյանի եւ մնացած բոլորի, Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի ցույց է տալիս, որ հոգևոր Հայաստանը այսօր Բաքվում է
իր բարձունքի վրա է եւ ադրբեջանցիները շատ ծանր իրավիճակում են։ Ես ամենայն լրջությամբ ասում եմ, որ Ալիևը ինքն էլ իրեն փակուղի է մտցրել, որովհետեւ ամբողջ աշխարհը արդեն հետևում է այդ դատավարություններին եւ տեսնում, որ դրանք ապօրինի կեղծ դատավարություններ են եւ իր ոչ մի դատավճիռը չի ունենալու ուժ։ Ես համոզված եմ, որ գալիք տարի մենք կարողանալու ենք հասնելու նրան, որ Բաքվից մեր գերիալ եղբայրները վերադառնան եւ հոգեվոր Հայաստանը հաղթի այդ ռաբիս Հայաստանին։ Ես այն չեմ համարի իրական Հայաստան, ռաբիս, հանապազորյա հացի, այդ 3-4 կարգի ցորենի կամ Ադրբեջանից բերված կասկածելի բենզինով ուրախացող Հայաստանին։ Այդ Հայաստանը այնքան չնչին ու փոքր է, որ նրան հաղթելը, այո, դժվարություն չի ներկայացնելու։ Գալիք տարին լինելու է հոգևոր ամենակարևորը, հոգևոր Հայաստանի եւ մեր հոգևոր անվտանգության հաստատման տարին։ Այլ ընտրանք չկա։ Եվ մեր բարմաղթանքը հայրենակիցներին, մեր քաղաքացիներին մաղթել ամենակարևորը քաջառողջություն եւ համերաշխություն։ Համերաշխություն ու նաեւ իմաստնություն։ Ես համոզված եմ, կա մի այսպիսի արտահայտություն, որ նաև մեր դարավոր հարևան, այսպես թյուրքերն են օգտագործում, հայի հետին խելք։ Եկեք այնպես անենք, որ այդ խելքը հետին չլինի, որ չկրկնենք մեր սխալները։ Ես մաղթում եմ մեզ լինել շրջահայաց եւ ամենակարևորը համերաշխ, թույլ չտալ, որ մեզ մասնատեն, որովհետև մասնատված պետություններում, մասնատված ընտանիքներում, մասնատված գերդաստաններում երբեք հաջողություն չի լինում։ Հրեղեն ձիու տարի է գալիս, մեր էպոսում այդ Քուրկիկ Ջալալին էր, Քուրկիկ Ջալալին սխրանքներ էր գործում, այդ Քուրկիկ Ջալալին գտնելու է իր Սասունցի Դավթին, Սասունցի Դավթի ամբողջ զարմին եւ մենք կարողանալու ենք դուրս գալ այս ամենից։ Ուստի քաջառողջ, համերաշխ եւ իմաստուն մեր ներկա խելքով եւ շրջահայացությամբ ու ամենակարևորը մեր ավանդական արժեքների հանդեպ հավատարմության այն մեծ տենչանքով, որ ինչ ասեմ, երևի գիտեք, որ այս պայքարը չլիներ եկեղեցու դեմ, մենք չէինք հայտնաբերի այն երիտասարդներին, շատերը դժգոհում են, չէ, որ երիտասարդները, չգիտեմ, հեռացել են, նրանց հետաքրքրություններն այլ են, բայց ես եկեղեցու պատարակներին ամենտեղ այնպիսի երիտասարդություն եմ տեսել, իրենց ժամանակն է գալիս եւ այդ Քուրկիկ Ջալալին սպասում է հենց այդ Սասունցի Դավիթներին, Դավթի զարմից սերվածներին, որոնք գող չեն գալիս, որոնք բաց գալիս են, որ իրենք ասպարեզ են հայտարարում են, որ իրենք ասպարեզ են դուրս գալու։ Ուստի հոգևոր Հայաստանի հաղթանակն է մաղթում մեզ բոլորիս, այն մեծ հավատով, որ Աստված այդ հույսի եւ լույսի դռները բացելու է, համերաշխ միասին մտնելու ենք այդ դռներից ներս դեպի հոգևոր Հայաստան, իսկ հոգևոր Հայաստանը մեր ազգային պետական իղձերի իրականացման պետությունն է։ Բարի ամանոր բոլորիս եւ ամենակարևորը բարի սուրբ ծնունդ։ Հենց այդ օրը այդ ավետիսը ստանալով մենք բոլորս լուսավորվելու ենք, որովհետեւ Փրկիչը գալիս էր բոլորին իրենց նեղություններից, իրենց պարտություններից եւ ոչնչացումից դուրս բերելու։